ծնավ և հայտնեցավ, Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Աստված, որ հավիտենական է, Աստված, որ արարիչն է, ամենայն եղելոց, երևելիների և աներևույթների, Աստված, որ ամբավ է, Աստված, որի որ մարդկային միտքը չի կարող բովանդակել իր կարողության մեջ, Աստված, որ ամենաբարին է, բարության աղբյուր, Աստված, որ ամենամեծն է և ամենահզորն է, Աստված, որ ոչ մի բանի չի կարոտում, ինչպես ասում է գրաբար բառը, այսինքն ոչնչի կարիք չունի, Աստված, որը որ խոսքով, իր հավիտենական խոսքով ստեղծեց աշխարհը, ոչնչից, մարդուն ստեղծեց հողից, բայց մարդը մոռանում է, որ ինքը հողից է։ Աստված, որ, ինչպես ասեցինք, անչար է, անհասանելի է, անիմանալի է, անըմբռնելի է, որ ամենուր է, ամենտեղ է, ամենահաս է, ամենագթած է, ամենակարող է, Աստված մարդանում է, նույն Աստված ծնվում է, ինչու համար է ծնվում, ծնվում է, որ աշխարհը տիրի, ոչ, եթե որ աշխարհը տիրի, ուրեմն այն աշխարհը, որը որ մարդն է, հողից ստեղծված, ծնվում է, որ աշխարհում իշխան լինի, ոչ, ծնվում է, որ մարդկանցից հարգանք, մեծարանքներ և փառքեր ստանա, նորից և նորից ոչ, ժամանակի մտածող դասակարգը, ժամանակի կառավարող դասակարգը, իշխող դասակարգը, հրյա ժողովրդի կողմից մեծարված և հարգված դասակարգը նրան արհամարեց, նրան բամբասեց, բազմիցս որոգայթներ լարեց նրա համար, ուրեմն մեծարանքի համար չէ, որ ծնվեց, Աստված, որի ձեռքից հրաշքով կերակրվեցին 5000-ը, այդ նույն 5000-ի կողմից էլ լքվեց, Աստված, որ իր նեղությունների մեջ, ինչպես կարդացինք նախորդ պատարագի ավետարանը, իր նեղության մեջ եղող 12-ին խոստացավ երկնքի արքայության մեջ իր 12 աթոռին նստել և դատել հրեաների 12 ցեղերը, այդ նույն 12-ի կողմից մենակ թողվեց։ Սրա համար է արդյոք, որ Աստված մարդացավ, մարմնացավ և այսօր ծնվեց, ոչ, Աստված ծնվեց, մարդացավ, այս ամենի միջով անցավ, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Ինչից փրկվենք, աշխատանք չունենալուց, ինչից փրկվենք, ընտանիքը պահելու հոգսից, ինչից փրկվենք, մեր անունը բարձր պահելու մտահոգությունից, ծանր հիվանդությունից փրկվենք, ինչից փրկվենք, սրա համար Աստված մարդացավ, ոչ, Աստված մարդացավ, որպեսզի հավիտենական կյանք ունենա։ Այն հավիտենական կյանքը,
շոշափելի, այնքան շոշափելի, որ ինքը Քրիստոս մարդացավ, մեր նման ամբողջական մարդ եղավ։ Իհարկե չաղքատանալով իր կատարյալ աստվածությունից, կատարյալ աստված և կատարյալ մարդ։ Պողոս առաքյալը հետագայում պիտի կոչեր նրան երկրորդ Ադամ։ Ինչու երկրորդ Ադամ, սիրելիներ։ Առաջի Ադամը ստեղծվեց Աստծու հոգացությամբ։ Աստված, եթե ամբողջ արարչությունը ստեղծել էր խոսքով, մարդուն ստեղծեց իր ձեռքով։ Մարդուն ստեղծեց իր նմանությամբ, իր պատկերով, դրախտի մեջ դնելով։ Մարդուն ստեղծեց հնարավոր իր հետ հաղորդակցության համար, շփման համար, և մարդուն ասեց խնամիր արարչագործությունը։ Պատմությունը գիտենք, 3 ճրագալույցի պատարագի ծավայջ ընթերցեցինք, մենք կարող ենք տներում ընթերցենք Ծննդոց գրքի առաջի 3 գրքերը։ Ադամը մեղք գործեց։ Մենք կարծում ենք, որ Ադամը մեղք գործեց, վերջ, դրախտից դուրս եկավ ու վերջ։ Ոչ, մերկացավ այն պատմուճանից, ինչպես ասում են մեր եկեղեցու հայրերը, որ Աստված էր զգեստավորել այդ պատմուճանով, շնորհների պատմուճանից։ Մարդը այլևս մեղավոր էր։ Ուրեմն Աստծո հետ չէր կարող հաղորդակցության մեջ լինել։ Մարդը այլևս մեղավոր էր, հավիտենական կյանքը ժառանգել չէր կարող։ Մարդը այլևս մեղավոր էր և մեղքի ծառա այլևս այլ ծառայության չէր կարող գնալ, ինչպես որ մեր Տերն է ասում, չես կարող երկու Տիրոջը ծառայել։ Եվ այլևս այդ մեղավոր մարդը միայն մեղավոր ծնունդ պիտի տար։ Այսինքն, եթե դրախտի մեջ ինչ-որ մի ձևով, որը որ մեզ համար ինչքան էլ մտածենք կլինի անհասանելի, էլի պետք է մարդիկ լինեին, բայց Աստծուն հայտնի անմեղ ճանապարհով, ապա այլևս այդ անմեղ ծնունդները մեղավոր մարդուց և անիծված աշխարհում չէին կարող ծնվել։ Բայց ինչպես որ ասում է բազմիցս Աստված ինքը իր մասին, որ Աստված ինքը իրեն չի հակասում։ Եթե մեկին ազատ կամք է տվել, բոլորին է տվել։ Մեկ անգամ եթե ասել է թող մարդը հավիտենական լինի, մարդը հավիտենական է։ Սրա համար մենք տեսնում ենք երկու արտահայտություն, որը որ շատ լավ գիտենք, հավիտենական կյանք։ Երկրորդն էլ կոչվում է հավիտենական մահ։ Մահ չի կոչվում։ Չգիտեմ, մեկի համար 1 րոպե, մեկի համար 1 ժամ, մեկի համար մահվան սպասում, բայց այնուամենայնիվ վերջավոր մահ չի կոչվում, կոչվում է հավիտենական մահ։ Եվ մարդը այդ հավիտենական մահ կոչված, իհարկե այլաբանորեն, իրականությանն է դատապարտվել և այդպիսի սերունդ տալու իրականությանն է դատապարտված։ Կուզենք ընդունենք, կարանք չընդունենք, կուզենք հավատանք, կարանք չհավատանք։ Սրանից իրականությունը չի փոխվում։ Սա այն իրականությունն է, որ մենք բազմիցս լսել ենք, արդյոք սրտով հաղորդակից ենք եղել։ Սա այն իրականությունն է, որ միլիարդներ և միլիարդներ չեն լսում և հաղորդակից չեն լինում, բայց դրանից չեք կարող խուսափել, որովհետև դա կոչվում է օրենք։ Այդպես է, չի կարող մարմինը երկինք է ժառանգել։
մարմնական ծնունդը երկինքը ժառանգել չի կարող եւ այս խոսքը լսել է ձեզնից յուրաքանչյուրը իր մկրտության օրը։ Մեր Տերն ասում է նոր ծնունդ է պետք, նորից պիտի ծնվես։ Նիկոդեմիոսը հարցնում է. մարդը ինչպես պիտի իր ծնողից նորից ծնվի, ծնողներն էլ մանավանդ եթե մեռած են, ինչպես պիտի ծնվի։ Այսօր է, որ մենք լսել ենք բազում անգամներ երկրորդ ծնունդ, որպես մկրտությունը եւ գիտենք, Նիկոդեմիոսը չգիտեր սրա մասին, ոչ ոք չգիտեր, այսօր դա մեր համար սովորական է, իսկ իրանց համար, առաջի քրիստոնյաների համար դա շոշափելի եւ մարմնական է, ինչպես պիտի ծնվի մարդը իր ծնողից երկրորդ անգամ։ Քրիստոս մարդանում է, որպեսզի մենք ծնվենք հոգուց, հոգին է կենդանարար, որպեսզի ծնվենք մկրտության ավազանից, հավատով դու կփրկվես, հավատով եղավ բժշկությունը։ Քրիստոս սրա համար մարդացավ եւ մարմնացավ, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք, սիրելիներ։ Հավիտենական կյանք ունենանք եւ առ Աստված հավատ առ Աստված, որը որ գործերի մեջ է երևում։ Իսկ այս գործերից ամենամեծը որն է։ Աղոթքը։ Մեր եկեղեցու հայրերը շատ բազմիցս կրկնում են ասելով. մարդը ամեն ինչ կարող է անել, որպեսզի չաղոթի։ Ամեն ինչ կարող է անել, որպեսզի չաղոթի։ Ամեն ինչ կարող է անել, որպեսզի Աստծո առջև չկանգնի հոգու մերկությամբ եւ իր մեղքերը Աստծո առջև իր աշկը չծակել։ Բայց ամենամեծ գործը քրիստոնյայի դա է, սիրելիներ։ Այսօր մենք կարդում ենք ավետարանը։ Հովսեփը տարակուսանքի մեջ է։ Նշանվել էր Մարիամի հետ, արդեն ալեհեր Հովսեփը Մարիամի հետ, որը որ իր երեխայի տարիք ունի, եւ ահա Մարիամը հրի դուրս եկավ իր նշանած տարակուսանքի մեջ։ Մեր կյանքի մեջ բազմիցս մենք տարակուսանքի մեջ ենք լինում։ Երբ որ մեր գլխին արկերն են որոտում, մենք տարակուսանքի մեջ ենք։ Երբ որ մեր առջև խնդիրներ են կանգնում, Հովսեփի նման մենք տարակուսանքի մեջ ենք։ Բայց մի գեղեցիկ արտահայտություն կա, Հովսեփը արդար է։ Եվ այն հարցը, որ Հովսեփի համար անլուծելի էր, ինչու էր անլուծելի, որովհետև Հովսեփը արդար էր։ Թե չէ օրենքով Մարիամ Աստվածածին պիտի քարկոծեին։ Հարցը լուծված էր, օրենքով լուծված էր, փարիսեցիների կողմից լուծված էր, Մովսեսի տված պատվիրանի համաձայն լուծված էր։ Բայց արդար մարդու սրտի առջև այդ հարցը լուծված չէր։ Եվ Աստված է իր հրեշտակին ուղարկում եւ հիշեցնում Եսայի մարգարեությունը, որը որ 3 կարդացինք, լսեցիք, թե եկել եք կրակ տանել, 3 կարդացինք, ահագույսը պիտի հեղեանա, եւ պիտի ծնվի փրկիչը, եւ նրա անունը պիտի դնեք Աստված մեզ հետ է։ Աստված է լուծում ամեն մի տարակույս քրիստոնյայի համար։ Ամեն կիրակին, պատարագին, քահանան իր ծածուկ աղոթքներում կարդում է այս հաղորդությամբ, այս ընծաները, որ հավատացյալները բերել են քեզ հացը եւ գինին,
որ սարկավակի ձեռքով բարձրացել է սուրբ սեղան, քահանայի խնդրանքով Աստծո մարմինը դառնա, այս ընծաները թող աշխարհի մեջ սեր, աստվածապաշտություն, քրիստոնեություն տարածեն։ Տեսնում եք այսօր սեր։ Որտե՞ղ եք տեսնում։ Մի հատ մտնենք երթուղային, սեր կտեսնենք։ Մի հատ գնանք խանութների մեջ, հերթերի մեջ կանգնենք, սեր կտեսնենք։ Մի հատ խանութի գներին նայենք, մի հատ ապրանքների որակներին նայենք, սեր կտեսնենք։ Դե լավ, շատ հեռու գնացինք, մտնենք մեր սրտի մեջ, ուրիշ ինչ դատենք դատողն Աստվածը, սեր կտեսնենք։ Ուրեմն սիրելիներ, թող որ մարմնացյալ Աստված, որ ինչպես սիրեց մարդուն և իր սիրուց հաղթված, տեսեք ինչ ձև են ասում մեր եկեղեցու հայրերը, Աստված իր սիրուց հաղթված մարդ դարձավ։ Մենք էլ հաղթվենք մեր սիրուց սիրելիներ, հաղթվենք, դա շատ քաղցր բան է, սիրուց հաղթվենք և անել այն, ինչ որ պետք է պատրաստել։ Եվ թող որ մեր մարմնացյալ Աստված այսօր նոր տարի է սիրելիներ, այսօր է նոր տարի, որովհետև Քրիստոսի ծնունդով նոր մարդ ենք դառնում, Քրիստոսի ծնունդով նոր է սկսվում կյանքը, Քրիստոսի ծնունդով նոր արարչության մեջ ենք մտնում, եթե այն ժամանակ արարվեց երկինքն ու երկիրը, այսօր արարվում է մարդու հոգին և սիրտը և փրկությունն է դրվում, այդ փրկությունից անմասն չմնանք։ Այդ փրկության մասին ինչքան է խոսենք, բավական չէ, բավական չէ ինչու համար, որովհետև խոսացողը տկար է, որովհետև այս խորհուրդը մեծ է, մարդկային մեկ կյանքը կամ հավիտենականությունն իր մեջ պարփակելու համար, բայց ամեն մեկը ձեռնամուխ լինենք մեր փրկությանը, մեր հավատին, որը որ գիտենալուց է, և ջանք թափենք, ինչքան որ հեռախոսի մեջ նորությունների հետևից ենք ընկնում, այդքան էլ մարմնացած Աստծո տված փրկության հետևից ընկնենք այսօր փառք Աստծո այդ հնարավորությունը յուրաքանչյուրս ունենք և յուրացնենք այն փրկությունը, որ Աստված բերեց մարդկության համար, մենք որպես մարդկության մի անդամ, այդ փրկությունը մերն է, բայց դա պետք է, որ մենք յուրացնենք, թող որ Աստծո այս ճանապարհը մսուրի մեջ մարմնացած Աստծո այս ճանապարհը խաչի ճանապարհին արյուն քրտին թափած այս ճանապարհը խաչի վրա իր գիրկը բարձած հարության լույսով Աստված գիտության լույսով մեզ լուսավորած մեր փրկչի լուսավորությունը յուրաքանչյուրիս համար անիմաստ չլինի, դատարկ չլինի և թող որ մեր Տերը լցնի իր ներկայությամբ մեր սրտերը կլցնեն մեր տները մեր Տերը, որի վայրեփառ, իշխանություն և պատիվ, այժմ և մինչ և հավիտյանս հավիտենից ամեն